դուր են գալի հենց այն հեղինակները, որոնք իրականում ինչ որ բաներ են գրել, բայց դրանց ոչ գիրք կարաս ասես, ոչ կարաս ինչ որ вообще ինչ որ մի անուն չես կարա ասել, այտենց ինքը այտենց վիպագիր չի էլի, որ նստի վեպեր ա գրել, ու զգում եմ, որ այդ կերպարները ինձ շատ ավելի հետաքրքիր են։ Միշտ այդ գրքի անունը տալիս եմ, բանը մի ժամանակակից հեղինակ է, Էնրիկե Վիլեմատասը, ժամանակից իսպանացի գրող է, որ մի գիրք ունի, կոչվում է Bartleby կամպանիա, ու վերցնելով ամերիկացի գրող Moby Dick-ի հեղինակ Հերման Մելվիլի բանը Bartleby պատմվածքը, որտեղ գլխավոր հերոսին ինչ ասում ես, ինքը ասում է ես նախընտրում եմ հրաժարվել, գրում է համարյա 80 հեղինակի մասին, հորինված եւ ոչ հորինված, որոնք ինչ որ մի բան որոշում են գրականությունից հրաժարվել։ Ու սկսում է հենց Սոկրատեսից, որը կյանքում ոչ մի բան չի գրել, ու իհարկե այնտեղ Արտուր Ռեմբոն է, որը 19 տարեկանից հետո մինչև 37 տարի ապրում է, իդեպ որ խոսում են քաղաքենությունից, այդ նամակների մեջ որ կարդում ես Ռեմբոյի, այնտեղ չգիտեմ, ինչ որ կենցաղային բաներ է գրում, որ ասում ես ասեն բանաստեղծն է, բայց հենց այդ դրանով է նաեւ Ռեմբոն հանճարեղ, ունդեղ կա չգիտեմ, ասենք Խուան Ռուլֆոն, որը ամբողջ կյանք մի վեպ է գրել, բան Պեդրո Պարամո վեպը, որը այն Մարկես բան ինչ որ գիտենք լատին ամերիկացի, սաղ դրա տակ են մնացել, որտեղ մոգական ռեալիզմի հիմքն է։ Ու ինձ սկսում է, այսինքն ես հասկանում, որ ինձ դուր են գալի հենց այդ ակցիա անող գրողները, չգրողները, էլի։